Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը։ Գլուխ 1. Փրկված տղան։ Ձիթենիների փողոցի համար 4 տանն ապրող տեր և տիկին Դըրզլիները հպարտությամբ ասում էին, որ իրենք խելքները գլխներին մարդիկ են։ Չէ, գոհ ու շնորհակալ ենք։ Իրենք ոչ մի դեպքում չէին խառնվի տարօրինակ կամ խորհրդավոր բաների, որովհետև նման անհեթեթություններ հանդուրժողը չէին։ Պարոն Դըրզլին ղեկավարում էր Գրանինգս կոչվող մի հաստատություն, որտեղ շաղափներ էին արտադրում։ Նա խոշորակազմ, ամուր տղամարդ էր, պարանոցից գրեթե զուրկ, փոխարենը լավ փարթամ բեղեր ուներ։ Տիկին Դըրզլին նիհար ու շիկահեր էր, պարանոցն էլ սովորականից 2 անգամ երկար։ Երկար պարանոցը ի դեպ նրան շատ էր պետք գալիս, երբ այգում եղած ժամանակ վիզը ձգում էր ցանկապատից այն կողմ, որ կարողանա հետևել, թե դրացիներն ինչով են զբաղված։ Դըրզլիները մի փոքրիկ տղա ունեին՝ Դադլին։ Ծնողները համոզված էին, որ արար աշխարհում այդպիսի աննման երեխա չկար։ Ամեն ինչ էլ ունեին, ձեռքները քարի տակ չէր, բայց ունեին նաև մի գաղտնիք և շատ էին վախենում, որ ինչ-որ մեկը կարող էր իմանալ այդ մասին։ Ուղղակի չէին դիմանա, եթե մարդիկ իմանային Փոթերների մասին։ Տիկին Փոթերը տիկին Դըրզլիի քույրն էր, բայց տարիներով իրար չէին տեսնում։ Տիկին Դըրզլին ձևացնում էր, որ թեև ինքը ոչ մի քույր էլ չունի, որովհետև քույրը ու նրա անպիտան ամուսին կոչվածը Դըրզլիների հետ ոչ մի ընդհանուր բան չունեին։ Իսկը իրենց հակապատկերն էին։ Ուղղակի փշաքաղվում էին, երբ պատկերացնում էին, թե հարևանները ինչ կմտածեին Փոթերներին իրենց փողոցում տեսնելով։ Տեղյակ էին, որ Փոթերները նույնպես մի փոքրիկ տղա ունեին, որին իրենք չէին տեսել։ Սա Փոթերներից խուսափելու ևս մեկ պատճառ էր։ Բոլորովին չէին ցանկանա, որ իրենց Դադլին նման երեխայի հետ շփվեր։ Մեր պատմությունը սկսվեց մի թխկոր ու մռայլ երեքշաբթի օր, երբ տեր և տիկին Դըրզլիներն արթնացան։ Անպամած երկնքում ոչինչ չէր հուշում, որ այդ օրը երկրով մեկ տարօրինակ ու անհասկանալի բաներ են տեղի ունենալու։ Պարոն Դըրզլին, քթի տակ դնդնալով, ընտրեց իր ամենաձանձրալի փողկապը, իսկ տիկին Դըրզլին ինքնամոռաց բամբասելով, ճղճղացող Դարզլիին մի կերպ նստեցրեց մանկական աթոռին, որ կերակրի։ Նրանցից ոչ մեկը չտեսավ, ինչպես տան պատուհանի կողքով մի խոշոր անտառաբույս լացավ։ 8:30 պարոն Դըրզլին ձեռքն առավ թղթապանակը, համբուրեց տիկին Դըրզլիի այտը, փորձեց համբուրել նաև Դադլիին, սակայն վրիպեց, որովհետև Դադլին կատաղել էր ու զբաղված էր Շիլան պատերին լղոզելով։ «Այ դու փոքրիկ չարաճճի», ծիծաղեց պարոն Դըրզլին, ապա նստեց մեքենան ու հետ-հետ տալով դուրս եկավ փողոց։ Փողոցի անկյունին հասնելով, շատ տարօրինակ մի բան նկատեց, ինչ-որ կատու քարտեզ էր կարդում։ Սկզբում պարոն Դըրզլին չհասկացավ տեսածի իմաստը և շրջվեց, որ մի անգամ էլ նայի։ Փողոցի անկյունում իսկապես զոլավոր կատու էր կանգնած, բայց քարտեզ չէր երևում, թե ինչ անցավ մտքով, լույսի խաղ էր հաստատ։ Պարոն Դըրզլին աչքերը թարթեց և ուշադիր նայեց կատվին։ Կատուն էլ նրան նայեց։ Պարոն Դըրզլին մի անգամ էլ թեքվեց ու հայելու մեջ նորից նայեց կատվին։ Կատուն կարդում էր, թե ոչ, ուղղակի նայում էր Ձիթենիների փողոցի ցուցանակին։ Կատուները չեն կարող կարդալ ոչ քարտեզ, ոչ ցուցանակ։ Երբ քաղաքին էր մոտենում, արդեն ոչ մի բանի մասին չէր մտածում, բացի շաղափների մեծ պատվերից, որ հույս ուներ այդ օրը ստանալու։ Սակայն քաղաք մտնելիս շաղափների մասին բոլորովին մոռացավ։ Նստած սպասում էր, որ ամենօրյա առավոտյան խցանումից դուրս գա, երբ աչքովն ընկան տարօրինակ հագուստներով մարդկանց խմբեր։ Հագներին թիկնոցներ էին, իսկ պարոն Դըրզլին տանել չէր կարողանում, երբ մարդիկ արտառոց հագուստներ էին կրում։
ջահելներն ինչ ասես կմոգոնեն։ Նա ենթադրեց, որ ինչ-որ անհեթեթ նորաձև հագուստներ էին։ Պարոն Դըրզլին մատներով թմկահարեց մեքենայի ղեկը։ Հետո նկատեց մոտերքում խմբված ուրիշ մարդկանց, որոնք իրար անցած ինչ-որ բան էին ֆսֆսում ու ուղղակի կատաղեց, տեսնելով, որ նրանցից ոմանք այնքան էլ երիտասարդ չեն։ «Խնդրեմ, այն մեկը պետք է որ իրենից էլ տարիքով լիներ, բայց զմրուխտ կանաչ թիկնոց էր կրում։ Սրան տեսեք»։ Հետո պարոն Դըրզլին որոշեց, որ իր տեսածն ինչ-որ հիմար ներկայացում է։ Հավանաբար, բարեգործական դրամահավաք էին կազմակերպել ընդամենը։ Մեքենաները շարժվեցին, և մի քանի րոպե անց պարոն Դըրզլին արդեն Գրանինգզի կայանատեղում էր ու կրկին մտածում էր շաղափների մասին։ 9-րդ հարկի իր աշխատասենյակում պարոն Դըրզլին միշտ մեջքը պատուհանին շրջած էր նստում։ Եթե այդպես չաներ, այդ առավոտ հազիվ թե կարողանար շաղափների վրա կենտրոնանալ, որովհետև չէր տեսնում, ինչպես էին օրը ցերեկով պատուհանի կողքով բվեր թռչում։ Ներքևում գտնվող մարդիկ բերանները բաց ցույց էին տալիս գլխավերևում մեկը մյուսի ետևից սլացող թռչուններին։ Նրանցից շատերը բու ընդհանրապես չէին տեսել, անգամ գիշերով, բայց պարոն Դըրզլին հրաշալի, բվերից ազատ առավոտ անցկացրեց, գոռգոռաց 5 տարբեր աշխատողների վրա, մի քանի կարևոր զանգեր արեց, հետո մի քիչ էլ գոռգոռաց, մինչև լանչի ժամը շատ բարձր տրամադրություն ուներ, ուստի որոշեց դիմացի հացատնից մի բուլկի գնել, մի քիչ կքայլեր։ Բոլորովին մոռացել էր թիկնոցավոր մարդկանց մասին, բայց հացատանը մոտենալիս նորից մի խումբ թիկնոցավորների հանդիպեց։ Չգիտես ինչու, այս մարդիկ նրան նյարդայնացնում էին։ Սրանք նույնպես հուզված ինչ-որ բան էին քննարկում, և պարոն Դըրզլիի աչքով ոչ մի փողի արկղ չընկավ, որ դրամահավաքի մասին վկայեր։ Երբ մեծ փքաբլիթով տոպրակը ձեռքին վերադառնում էր, դարձյալ նրանց կողքով անցավ, և ականջին խոսակցության մի պատառ հասավ. «Փոթերներն են»։ Ես այդպես եմ լսել։ Այո։ Պարոն Դըրզլին տեղում քարացավ։ Սարսափը պատեց նրան։ Շրջվելով նայեց ֆսֆսացող մարդկանց, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց հետո միտքը փոխեց։ Վազքով անցավ փողոցը, շտապ բարձրացավ աշխատասենյակ, փնչալով զգուշացրեց քարտուղարուհուն, որ իրեն չանհանգստացնեն, ձեռքն առավ լսափողը և արդեն հավաքում էր հեռախոսահամարը, բայց փոշմանեց։ Լսափողը տեղը դնելով, սկսեց բեղերը շոյել ու մտածել. Չէ, պետք չէ հիմարություններ անել։ Փոթերն այնքան էլ հազվագյուտ ազգանուն չէր։ Վստահ էր, որ նման ազգանունով մարդիկ շատ կային, և նրանց որդու անունը կարող էր և Հարի լինել։ Անգամ վստահ չէր, որ իր այդ քենու տղայի անունը Հարի էր։ Նրան նույնիսկ չէր էլ տեսել, գուցե Հարվի էր, կամ Հովարդ, կամ Հարոլդ։ Պետք չէր տիկին Դըրզլիին անհանգստացնել։ Քրոջ մասին լսելիս նրա տրամադրությունն ընկնում էր։ Չէր մեղադրում կնոջը, եթե ինքն էլ նման քույր ունենար։ Բայց ինչ ուզում է լինի, այդ թիկնոցավոր մարդիկ։ Պարոն Դըրզլին արդեն չէր կարողանում շաղափների մասին մտածել, և երբ ժամը 5-ին աշխատանքը վերջացնելով դուրս եկավ, այնքան մտախոհ էր, որ մուտքի դռան մոտ պատահմամբ բախվեց ինչ-որ մեկի։ «Ներեցեք», մրթմրթաց նա տեսնելով, որ քիչ մնաց վայր գցեր փոքր-մոքր մի ծերունու։ Ավելի ուշ հիշեց, որ նա մանուշակագույն թիկնոց էր հագել։ Վերջինս բոլորովին չնեղվեց, որ իրեն գրեթե գետնին էին տապալել, ճիշտ հակառակը, ծերունու դեմքին լայն ժպիտ հայտնվեց, և նա բարալիկ ձայնով ասաց. «Ներողություն մի խնդրեք, հարգարժան պարոն, որովհետև այսպիսի օրով ոչինչ չի կարող իմ տրամադրությունը փչացնել։ Ցնծացեք, որովհետև այսօր ինքներդ գիտեք ով վերջապես հեռացել է։ Անգամ ձեզ պես մագլները
պարտավոր են այս շատ երջանիկ օրը նշել։ Ծերուկը փարվեց պարոն Դըրզլիին, ապա շարունակեց իր ճանապարհը։ Պարոն Դըրզլին տեղում անշարժ կանգնել էր։ Նրան գրկել էր բոլորովին անծանոթ մեկը։ Այդ էլ քիչ չէր, Մագլ էին անվանել, ինչ էլ այդ բառը նշանակեր։ Ուղղակի ցնցված էր։ Շտապ նստեց մեքենան և տուն գնաց հուսալով, որ տեղի ունեցածը իր երևակայության արդյունքն էր, թեև պարոն Դըրզլին չէր խրախուսում բաներ երևակայելը։ Երբ մեքենան կանգնեցրեց տան մոտ, առաջինը, ինչ աչքին ընկավ, և սրանից տրամադրությունը վերջնականապես ընկավ, առավոտյան տեսած սոլավոր կատուն էր։ Հիմա էլ կատուն նստել էր պարտեզի պարսպին, վստահ էր, որ նույն կատուն էր, աչքերի շուրջը նույն պուտերն էին։ «Հըշտ», ասաց պարոն Դըրզլին։ Կատուն տեղից չշարժվեց, միայն խիստ մի հայացք գցեց նրա վրա։ «Մի՞թե սա կատվին վայել վարքագիծ էր», զարմացավ պարոն Դըրզլին։ Փորձեց ինքն իրեն հավաքել ու տուն մտավ։ Մեկ է, որոշել էր կնոջը ոչինչ չասել։ Տիկին Դըրզլիի օրը հանգիստ ու խաղաղ էր անցել։ Ճաշի ժամանակ ամուսնուն տեղը տեղին պատմեց, ինչ խնդիրներ ունեն տիկին դրացուհին իր դստեր հետ, նաև տեղեկացրեց, որ փոքրիկ Դադլին նոր բառ էր սովորել՝ «չեմ ուզում»։ Պարոն Դըրզլին փորձում էր իրեն հանգիստ պահել։ Երբ Դադլիին պառկեցրել էին քնելու, նա հասցրեց հյուրասենյակ վերադառնալ ու լսել լուրերի վերջին թողարկումը։ Եվ վերջում, երկրով մեկ թռչնաբանները նկատել են, որ այսօր ամբողջ Անգլիայում բվերն իրենց խիստ տարօրինակ են պահել։ Թեև բվերը սովորաբար որսի են դուրս գալիս գիշերով և ցերեկները չեն երևում, հարյուրավոր մարդիկ ականատես են եղել, թե ինչպես են այս թռչունները լուսաբացից հետո սավառնել տարբեր ուղղություններով։ Մասնագետներն անկարող են բացատրել, թե ինչու են բվերը փոխել իրենց վարքագիծը։ Ապա հաղորդավարը ժպտաց. Արտակարգ առեղծված, իսկ այժմ եղանակի տեսություն Ջիմ Մքգաֆինի հետ։ Այսօր բվերի նոր տարափ սպասվում է, Ջիմ։ Դժվարանում եմ ասել, Թեդ, պատասխանեց Ջիմ Մքգաֆինը, բայց միայն բվերը չեն, որ իրենց տարօրինակ են պահում։ Քենթից, Յորքշիրից և Դանդիից մարդիկ զանգում տեղեկացնում են, որ երեկ սպասված սովորական անձրևի փոխարեն ընկնող աստղեր են տեղացել։ Հնարավոր է, մարդիկ որոշել են այս տարի հրավառության տոնը նախապես նշել։ Հիշեցնեմ, որ այն հաջորդ շաբաթ է միայն, իսկ այս գիշեր խոստանում եմ անձրևոտ եղանակ։ Պարոն Դըրզլին սառել մնացել էր իր բազկաթոռին։ Ընկնող աստղեր ամբողջ Բրիտանիայով մեկ, ցերեկով թռչող բվեր, ամենուր թիկնոցներ հագած տարօրինակ մարդիկ և շշուկներ Հարի Փոթերի մասին, եկավ տիկին Դըրզլին, բերելով 2 գավաթ թեյ։ Այսպես շարունակել չէր լինի։ Պետք էր նրան ինչ-որ բան ասել, և պարոն Դըրզլին նյարդայնացած կոկորդը մաքրեց։ Փեթունիա, սիրելիս, վերջերս քույրդ քեզ չի գրում, չէ՞։ Չէ, կտրուկ ասաց տիկին Դըրզլին։ Իսկ ինչ է որ։ Լուրերով տարօրինակ բաներ են հաղորդում, լմլմացրեց պարոն Դըրզլին։ Բվեր, ընկնող աստղեր, իսկ այսօր քաղաքում ինչ-որ տարօրինակ մարդ ասես չտեսա։ Ու ինչ, ընդհատեց նրան տիկին Դըրզլին։ Դե մտածեցի, գուցե այդ մարդիկ քրոջդ շրջապատից են։ Տիկին Դըրզլին շուրթերն առաջ ձգած թեյն էր ֆրթացնում։ Պարոն Դըրզլին մտածեց, թե արժեր կնոջն ասել, որ այդ մարդկանց բերանից լսել էր Փոթեր անունը, բայց որոշեց, որ չարժեր։ Փոխարենը իբր հենց այնպես հարցրեց. Քրոջդ տղան պետք է որ մեր Դադլի տարիքին լինի, չէ՞։ Պետք է որ։
Սարը պատասխանեց տիկին Դրզլին։ Անունն ինչ էր։ Կարծեմ Հովարդ, հա։ Հարի էր անունը։ Եվ ինձ որ հարցնես, անդուր ու հասարակ անուն է։ Այո, ասաց պարոն Դրզլին, ու սիրտը թուլացավ։ Ճիշտ ես։ Հետո ննջասենյակ բարձրացան ու փոթերներին այլևս չանդրադարձան։ Տիկին Դրզլին լոգարան մտավ, իսկ պարոն Դրզլին սկսեց պատուհանից ուշադիր նայել ներքև, տան առջևի պարտեզին։ Կատուն դեռ այնտեղ էր ու անշարժ նայում էր ճանապարհին, ասես ինչ-որ մեկին սպասելով։ Գուցե իրեն էր թվում։ Այդ ամենն իսկապես փոթերների հետ կապ ուներ։ Եթե այդպես էր, եթե հանկարծ պարզվեր, որ իրենք առնչություն ունեն այդ զույգի հետ, չէ, ինքը նման բանի չէր դիմանա։ Դրզլի ամուսիններն անկողին մտան։ Տիկին Դրզլին իսկույն քնեց։ Պարոն Դրզլին, անքուն պառկած, շարունակեց մտածել։ Միակ սփոփիչ միտքն այն էր, որ եթե անգամ փոթերներն այս ամենի հետ իսկապես կապ ունեին, դա դեռ բավարար պատճառ չէր, որ փորձեին իրեն ու տիկին Դրզլին էլ իրենց գործերին մասնակից դարձնել։ Փոթեր ամուսիններին քաջ հայտնի էր։ Ինքն ու Փեթունյան ինչ կարծիքի էին նրանց ու նրանց պես-ների մասին։ Լինելու բան չէր, որ ինքն ու Փեթունյան խառնվեին այս պատմությանը։ Պարոն Դրզլին հորանջեց եւ անկողնում շուռ եկավ։ Չէ, այս ամենն իրենց հետ ոչ մի կապ չուներ։ Բայց պարոն Դրզլին չարաչար սխալվում էր։ Մինչ նա ընկղմվում էր անհանգիստ քնի մեջ, պարսպին թառած կատուն շարունակում էր արթուն մնալ։ Արձանի պես նստել էր, աչքերն անթարթ առած փողոցի հեռավոր անկյունին։ Նույնիսկ տեղից չշարժվեց, երբ հարևան փողոցից լսվեց մեքենայի փակվող դռան ձայն։ Ոչ էլ, երբ գլխավերևով բվեր անցան։ Այդպես անշարժ նստեց մինչև կեսգիշեր։ Փողոցի անկյունից, ուր նայում էր կատուն, ինչ-որ մեկը հայտնվեց։ Անսպասելի ու անաղմուկ, ասես գետնի տակից բուսնեց։ Կատուն ձգեց պոչը ու աչքերը նեղացրեց։ Տիթենիների փողոցում նման անձնավորություն երբեք չէին տեսել։ Նա բարձրահասակ էր, նիհար, շատ ծեր, եթե դատելու լինեինք արծաթափայլ մազերից ու մորուքից, որոնք այնքան երկար էին, որ մտցրել էր գոտու տակ, հագին երկարափեշ հագուստ էր, գետնին հասնող մանուշակագույն թիկնոց ու բարձրակրունկ ճարմանդավոր կոշիկներ։ Կապույտ լուսավոր ու պայծառ աչքերը կիսալուսնաձև ապակիներով ակնոցի ետևից շողում էին։ Քիթը բավականին երկար էր ու կեռ, ասես առնվազն 2 անգամ կոտրվել էր։ Այս մարդու անունը Ալբուս Դամբլդոր էր, և նրա մտքով ակնհայտորեն չէր անցնում, որ հայտնվել էր մի փողոցում, որտեղ ինքը բոլորովին անցանկալի էր, անունից սկսած մինչև կոշիկները։ Նա թիկնոցի ծալքերն էր տնտղում ինչ-որ բան փնտրելով, և հավանաբար տեղյակ էր, որ իրեն հետևում էին, որովհետև հանկարծ հայացքը բարձրացրեց ու նայեց կատվին, որ փողոցի մյուս ծայրից շարունակում էր զննել նրան։ Ինչ-որ պատճառով կատուն նրան զվարճալի թվաց։ Դամբլդորը ծիծաղեց։ Պետք է գլխի ընկած լինեի, քրթմնջաց նա։ Վերջապես ծոցագրպանում գտավ իր փնտրածը։ Կարծես արծաթե կրակայրիչ էր։ Դամբլդորը այն պահեց օդում և ճղկացրեց։ Մոտակա փողոցային լապտերը կարճ բլթոց արձակելով հանգեց։ Դամբլդորը մեկ անգամ էլ ճղկացրեց և հաջորդ լապտերը դողդողալով մարեց։ 12 անգամ ճղկաց կրակմարիչը, մինչև փողոցում մնացին միայն 2 հեռավոր, փոքրիկ լուսավոր կետեր, որոնք նրան նայող կատվի աչքերն էին։ Հիմա, եթե նույնիսկ որևէ մեկը պատուհանից դուրս նայեր, թեկուզ տիկին Դրզլին իր մանրիկ խուզարկու աչքերով չէր կարողանա տեսնել, ինչ էր կատարվում փողոցում։ Դամբլդորն իր կրակմարիչը նորից սահեցրեց գրպանը ու քայլերն ուղղեց դեպի 4 համարի տունը։
և հասնելով ինքն էլ տեղավորվեց պարսպին նստած կատվի կողքը։ Նա չէր նայում կատվին, բայց 1 րոպե անց սկսեց խոսել հետը։ «Ուրախ եմ, որ ձեզ այստեղ եմ տեսնում, պրոֆեսոր»։ Նա շրջվեց, որ ժպտա կատվին, բայց վերջինս արդեն անհետացել էր։ Նրա փոխարեն պարսպին նստած էր բավականին խստատեմ մի կին, աչքերին ակնոց, որի քառակուսի շրջանակները հիշեցնում էին կատվի աչքերի շուրջ եղած պուտերը։ Կնոջ հագին նույնպես թիկնոց կար, ձմռուղտ կանաչ գույնի։ Սև մազերն ամուր հավաքված էին գլխի ետևում, երևում էր, որ նա նյարդայնացած էր։ «Ինչ իմացակի ես եմ», հարցրեց կինը։ «Սիրելի պրոֆեսոր, երբեք չեմ տեսել, որ կատուն այդպես քարացած նստի»։ «Դուք էլ կքարանայիք, եթե ստիպված լինեիք ամբողջ օրը նստել նման աղյուսե պարսպին», ասաց ՄկԳոնագոլը։ «Ամբողջ օրը»։ Բայց կարող էիք տոնակատարությանը մասնակցել։ Մինչ այստեղ հասնելս 1 դյուժին խնջույք ու հանդիսություն տեսա։ Պրոֆեսոր ՄկԳոնագոլը բարկացած փնչացրեց։ «Բա ոնց, կտոնեն», նեղսրտած ասաց նա։ «Կարող էին ավելի զգույշ լինել, բայց չէ, նույնիսկ մագլներն են նկատել, որ ինչ-որ բան է կատարվում», լուրերով հայտնեցին, և նա գլխով արեց դեպի դրզլիների հյուրասենյակի մութ պատուհանը։ «Ինքս լսեցի, վվերի երամներ, ընկնող աստղեր, նրանք հո բոլորովին հիմար չեն։ Կարող են գլխի ընկնել։ Ընկնող աստղեր Քենթում, կրաս կգամ, Դեդալուս Դիգլի ձեռքի գործն է։ Նա երբեք էլ ողջամտությամբ աչքի չի ընկել։ Չեք կարող նրան մեղադրել», հանդարտ ասաց Դամբլդորը։ «Արդեն 11 տարի է, ուրախանալու առիթ չենք ունեցել»։ «Բան չունեմ ասելու», նեղսրտեց պրոֆեսոր ՄկԳոնագոլը։ «Բայց դա պատճառ չէ, որ գլուխներս կորցնենք։ Չափից դուրս անզգույշ են իրենց պահում։ Օրը ցերեկով դուրս են գալիս փողոց, լուրեր տարածում, ընդ որում, նեղություն չկրելով գոնե մագլների պես հագնվել»։ Եվ նա մի սուր հայացք նետեց Դամբլդորի կողմը, ասես հուսալով, որ նա իրեն ինչ-որ բան կասի, բայց Դամբլդորը լուռ էր, ուստի շարունակեց. «Հոյակապ կլիներ, եթե հենց այն օրը, երբ ինքներդ գիտեք ով վերջապես հեռացել է, մագլները ամեն ինչ իմանային մեր մասին»։ Հուսամ նա իսկապես գնացել է, չէ՞ Դամբլդոր։ «Ինչպես երևում է, այո», ասաց Դամբլդորը։ «Պետք է միայն ուրախ լինենք դրա համար։ Լիմոնի հատիկներ կուտե՞ք։ Ինչ ուտեմ։ Լիմոնի հատիկներ։ Անուշեղեն է, որ մագլներն են պատրաստում, դուրս շատ է գալիս։ Շնորհակալ եմ, չէ», սառը ասաց պրոֆեսոր ՄկԳոնագոլը, ասես հասկացնելով, որ կոնֆետների մասին խոսելու ժամանակը չէ։ «Ինչպես արդեն ասացի, անգամ եթե ինքներդ գիտեք ով հեռացել է։ Սիրելի իմ պրոֆեսոր, գոնե ձեզ նման խելամիտ անձնավորությունը կարող է նրա իսկական անունը գործածել։ Այս ամբողջ ինքներդ գիտեք ով անհեթեթությունը 11 տարի է փորձում եմ համոզել մարդկանց նրան իր անունով կոչել՝ Վոլդեմոր»։ Պրոֆեսոր ՄկԳոնագոլը ցնցվեց, բայց Դամբլդորը, որը տարված էր իրար կպած կոնֆետները պոկելով, թվաց չնկատեց էլ։ Մարդ սկսում է շփոթվել, երբ անընդհատ ստիպված է ինքներդ գիտեք ով ասել։ Այդպես էլ չհասկացա, ինչ կարիք կար վախենալու Վոլդեմորին իր անունով կոչելուց։ «Գիտեմ, որ չեք հասկացել», ասաց պրոֆեսորը, կես զայրացած ու կես հիացած, «բայց դուք ուրիշ եք։ Բոլորը գիտեն, որ միակ մարդն եք, ումից ինքներդ գիտեք ով, ինչևէ, ումից Վոլդեմորը վախենում է»։ «Չեղավ, չափազանցնում եք», ասաց Դամբլդորը։ «Վոլդեմորին ես երբեք չեմ հասնի։ Միայն այն պատճառով, որ չափից դուրս ազնիվ եք
և ձեր բոլոր կարողությունները գործի չեք դնում։ Լավ է մութ է, երբևէ այսպես չեմ շիկնել։ Չհաշված մի դեպք, երբ մադամ Փոմֆրին ասաց, որ ականջակալներս շատ է հավանում։ Պրոֆեսոր ՄակԳոնագալը մի սուր հայացք նետեց Դամբլդորի վրա և շարունակեց. Բվերի պատմությունը ոչինչ է տարածվող բամբասանքների համեմատ։ Գիտեք, ինչ են խոսում բոլորն այն մասին, թե ինչու է նա անհետացել, և թե ինչն է վերջապես նրան կանգնեցրել։ Թվաց պրոֆեսոր ՄակԳոնագալը հասել էր այն հարցին, որն ամենից շատ էր ուզում քննարկել, և որի համար առավոտից նստած էր սառը չոր պատին։ Ոչ կատվի, ոչ էլ կնոջ կերպարանքով նա այդպիսի թափանցող հայացքներ դեռ չէր նետել Դամբլդորի վրա։ Ակնհայտ էր, որ չէր պատրաստվում իր լսածներին հավատալու, քանի դեռ Դամբլդորը չէր հաստատել դրանք։ Դամբլդորը զբաղված էր ևս մեկ լիմոնի հատիկ ընտրելով և չարձագանքեց։ Ըստ լուրերի, հատ-հատ ասաց պրոֆեսոր ՄակԳոնագալը։ Երեկ գիշեր Վոլդեմորը հայտնվել է Գոդրիքի հովտում։ Գնացել էր Փոթերներին փնտրելու։ Ասում են, որ Լիլի ու Ջեյմս Փոթերները մահացել են։ Դամբլդորը գլուխը խոնարհեց։ Պրոֆեսոր ՄակԳոնագալը առաջեց. Լիլին ու Ջեյմսը, չեմ հավատում։ Չէի ուզում հավատալ։ Օ, Ալբուս։ Դամբլդորը ձեռքը մեկնեց ու թփթփացրեց նրա ուսին։ Գիտեմ, տխուր ասաց նա։ Պրոֆեսոր ՄակԳոնագալը շարունակեց կերկերուն ձայնով. Սա դեռ բոլորը չէ։ Ասում են, փորձել է սպանել նաև Փոթերների որդուն, Հարին, բայց չի կարողացել։ Նա չի կարողացել երեխային սպանել։ Ոչ ոք չգիտի ինչու, բայց ասում են, երբ Վոլդեմորը չի կարողացել տղային սպանել, բոլորովին կորցրել է իր ուժը ու հենց այդ պատճառով է հեռացել։ Դամբլդորը գլխով արեց։ Դա ճիշտ է։ Կմկմալով հարցրեց պրոֆեսոր ՄակԳոնագալը։ Այդքան բան անելուց հետո, այդքան մարդ սպանելուց հետո, նա չի կարողացել սպանել մի փոքրիկ երեխայի, անհավատալի է։ Ինչեր արեցին նրան կանգնեցնելու համար, Աստված իմ, ինչպես է Հարիին հաջողվել փրկվել։ Կարող ենք միայն գուշակել, ասաց Դամբլդորը, երբեք էլ չենք իմանա։ Պրոֆեսոր ՄակԳոնագալը հանեց մետաքսե թաշկինակը ու ակնոցի տակից սեղմեց աչքերին։ Դամբլդորը քիթն ուժեղ վեր քաշեց, ապա գրպանից հանեց ոսկե ժամացույց և ուշադիր նայեց։ Շատ տարօրինակ ժամացույց էր, 12 լակ ուներ և ոչ մի թիվ։ Թվերի փոխարեն ժամացույցի եզրով փոքրիկ մոլորակներ էին շարժվում, բայց Դամբլդորն ակնհայտորեն գլուխ հանում էր իր ժամացույցից, որովհետև գրպանը դնելով ասաց. Հագրիդն ուշանում է։ Իդեպ, նա է, չէ՞, ձեզ տեղյակ պահել, որ ես այստեղ եմ գալու։ Այո, ասաց պրոֆեսոր ՄակԳոնագալը։ Չեմ կարծում, որ ասելու եք ինձ, թե ինչու բոլոր հնարավոր վայրերից այստեղն եք ընտրել։ Եկել եմ Հարին բերեմ իր մորաքրոջ ու նրա ամուսնու մոտ։ Նրանք տղայի միակ ազգականներն են։ Ուզում եք ասել, չի կարող պատահել, որ նկատի ունեք այս տանն ապրող մարդկանց, բացականչեց ՄակԳոնագալը, ընդոստ ոտքի կանգնելով և ցույց տալով համար 4 տունը։ Դամբլդոր, ինչպես կարող եք նման բան ասել։ Ամբողջ օրը նրանց էի հետևում։ Ուղղակի անհնար էր մեզնից այդքան տարբեր երկու ուրիշ մարդ գտնել։ Նրանք էլ տղա ունեն։ Ինքս տեսա, թե ինչպես էր փողոցում մորը քացով խփում ու ճչում, որ իրեն անուշեղեն գնի։ Հարի Փոթերը պետք է նրանց հետ ապրի։ Տղայի համար սա լավագույն տեղն է, վստահ ասաց Դամբլդորը։ Երբ մեծանա,
Մորաքույրն ու ամուսինը նրան ամեն ինչ կբացատրեն։ Ես նրանց համար նամակ եմ թողել։ Նամակ։ Թույլ ձայնով կրկնեց պրոֆեսոր մակգոնագոլը և նորից նստեց պարսպին։ Դուք իսկապես կարծում եք, Դամբլդոր, որ եղածը կարելի է նամակով բացատրել։ Այս մարդիկ տղային երբեք չեն հասկանա։ Մի օր նա շատ հայտնի է դառնալու, լեգենդ։ Չէի զարմանա, եթե այս օրը պատմության մեջ մնա որպես Հարի Փոթերի օր։ Նրա մասին գրքեր կգրվեն, մեր աշխարհի բոլոր երեխաները կիմանան նրա անունը։ Ճիշտ այդպես, ասաց Դամբլդորը, շատ լուրջ տեսքով նայելով կիսալուսնաձև ապակիներով ակնոցի վրայից։ Ցանկացած տղա գլուխը կկորցնի, հայտնի դառնաս, երբ դեռ քայլել ու խոսել չգիտես։ Հայտնի մի բանով, որ հետո չես էլ հիշելու, միթե չեք հասկանում, որքան ավելի լավ կլինի նրա համար, եթե մեծանա այստեղ, այդ ամենից հեռու, մինչև պատրաստ լինի կատարվածի հետ հաշտվելու։ Պրոֆեսոր մակգոնագոլը բացեց բերանը, հետո որոշեց չառարկել և ասաց. Լավ, անշուշտ իրավացի եք, բայց ով է տղային այստեղ բերելու, Դամբլդոր։ Նա մի հայացք նետեց Դամբլդորի թիկնոցին։ Ասես նա կարող էր երեխային թիկնոցի տակ թաքցրած լիներ։ Հագրիդն է բերելու։ Կարծում եք Հագրիդին նման կարևոր հանձնարարություն տալը ողջամիտ քայլ է։ Ես Հագրիդին իմ կյանքը կվստահեի, ասաց Դամբլդորը, չեմ ասում վատ մարդ է, տշկամորեն ասաց պրոֆեսոր մակգոնագոլը, բայց նաև չեք կարող ժխտել, որ անփույթ է և հակված է։ Այդ ինչ ձայներ։ Ինչ որ խուլ աղմուկ խզեց փողոցում տիրող լռությունը և գնալով սաստկացավ։ Նրանք նայեցին ճանապարհի երկու կողմերը, տեսնելու արդյոք մեքենայի լուսարձակ չէր երևում։ Աղմուկը վերածվեց հրնդյունի, և երբ նայեցին վեր, երկինք, տեսան մի մեծ մոտոցիկլ, որ օդը ճեղքելով իջավ ու վայրէջք կատարեց հենց իրենց կողքին։ Մոտոցիկլը հսկա էր, բայց չէր կարող համեմատվել ղեկին նստած մարդու հետ, որը չափերով սովորական մարդուց մի 2 անգամ մեծ էր, մի 5 անգամ էլ ավելի լայն, աներևակայելի խոշոր էր և բոլորովին անխնամ։ Խռիվ սև մազերի ու մորուքի թնջուկները ծածկել էին դեմքի մեծ մասը, ձեռքերը մեծ աղբամանի խուփի չափ էին, սև, կաշվե, երկարաճիտ կոշիկներով ոտքերն ասես դելֆինի ձագեր լինեին, հսկա մկանուտ ձեռքերով նա գրկել էր վերմակների մի կապոց։ Հագրիդ, ասաց Դամբլդորը թեթևացած, վերջապես եկաք, մոտոցիկլը որտեղի՞ց եք գտել։ Ժամանակավոր եմ վերցրել, պրոֆեսոր Դամբլդոր, ասաց հսկան, զգույշ իջնելով մոտոցիկլից։ Սիրիուս Բլեքն է տվել, տղային բերել եմ, սըր։ Խնդիրներ չծագեցին, չէ։ Ոչ, սըր։ Տունը քարուքանդ էին արել, բայց տղային կարողացա ապահով դուրս բերել, նախքան մագլները վրա կտային։ Երբ Բրիստոլի վրայով էինք թռչում, փոքրիկը քնեց։ Դամբլդորն ու պրոֆեսոր մակգոնագոլը խոնարհվեցին բարուրի վրա, որի մեջ փոքրիկ տղա էր, խոր քնած։ Ճակատին թուխ մազափնջի տակ տարօրինակ սպի կար, ասես կայծակի հետք լիներ։ Սա է սպին, շշնջաց պրոֆեսոր մակգոնագոլը։ Այո, ասաց Դամբլդորը, այն ընդմիշտ կմնա տղայի ճակատին։ Դամբլդոր, չէիք կարող մի բան անել։ Եթե անգամ կարողանայի, չէի անի։ Սպին կարող է մի օր պետք գալ։ Ես ինքս սպի ունեմ, ձախ ծնկներիցս վերև, Լոնդոնի մետրոյի ճշտկրիտ քարտեզի տեսքով։ Երեխային ինձ տվեք, Հագրիդ։ Այս հարցը պետք է լուծել։ Դամբլդորը գրկեց Հարիին ու շրջվեց դեպի Դրզլիների տունը։ Սըր, ասաց Հագրիդը, թույլ տվեք, հրաժեշտ տամ տղային։
Նա խոշոր, խռիվ մազերով գլուխը խոնարհեց երեխայի վրա, մի փշոտ ու բեղառատ համբույր դրոշմեց նրա դեմքին ու հանկարծ վիրավոր շան պես ոռնոց արձակեց։ «Սուս!» սաստեց պրոֆեսոր ՄակԳոնագոլը։ «Մագլներին կարթնացնեց»։ Ներող եղեք, եկեկաց Հագրիդը, գրպանից հանելով մեծ պուտավոր թաշկինակը ու դեմքը ծածկեց։ Ես սրան չեմ դիմանա։ Լիլին ու Ջեյմսը այլևս չկան։ Իսկ այս խեղճ փոքրիկը ստիպված է ապրել մագլների հետ։ Այո, այս ամենը շատ տխուր է։ Բայց զսպեք ձեզ, Հագրիդ, չէ՞ որ մեր տեղը կիմանան, շշնջաց պրոֆեսոր ՄակԳոնագոլը և փոքր-ինչ անհարմար զգալով շոյեց Հագրիդի ձեռքը։ Իսկ Դամբլդորն անցավ պարտեզի ցածրիկ պարսպի վրայով և քայլերն ուղղեց դեպի դրզլիների շքամուտք։ Նա երեխային զգուշորեն տեղավորեց դռան շեմին, թիկնոցի ներսից հանեց մի նամակ, խցկեց տղայի վերմակի մեջ ու վերադարձավ իր ուղեկիցների մոտ։ Մի ամբողջ րոպե երեքով կանգնած նայում էին փոքրիկ կապոցին։ Հագրիդի ուսերը ցնցվում էին։ Պրոֆեսոր ՄակԳոնագոլը վրդովված աչքերն էր թարթում։ Դամբլդորի աչքերը թվաց կորցրել էին իրենց սովորական փայլը։ Դե, վերջապես ասաց Դամբլդորը, ինչ անելու էինք, արեցինք։ Մեր այստեղ մնալը անիմաստ է։ Կարող ենք մենք էլ միանալ տոնախմբությանը։ Հա, ասաց Հագրիդը խզված ձայնով։ Ես էլ մոտոցիկլը վերադարձնեմ տիրոջը։ Բարի գիշեր, պրոֆեսոր ՄակԳոնագոլ։ Պրոֆեսոր Դամբլդոր, բաճկոնի թևքով աչքերը սրբելով, Հագրիդն իրեն նետեց մոտոցիկլի վրա ու ոտքի մի հարվածով շարժիչը գործի դրեց։ Մոտոցիկլը բարձր հրնդյունով օդ բարձրացավ, ապա անհետացավ մթության մեջ։ Հուսամ, շուտով կտեսնվենք, պրոֆեսոր ՄակԳոնագոլ, ասաց Դամբլդորը։ Ի պատասխան, պրոֆեսոր ՄակԳոնագոլը քիթը աղմուկով սրբեց։ Դամբլդորը շրջվեց ու փողոցով քայլեց։ Անկյունին հասնելով, նա կանգ առավ, գրպանից հանեց կրակայրիչը, չխկացրեց և 12 լուսե գնդեր վրա բռնկվեցին լապտերների վրա։ Փողոցը մեկից ողողվեց նարնջագույն լույսով և Դամբլդորը հասցրեց տեսնել, ինչպես զոլավոր կատուն աննկատ թեքվեց փողոցի անկյունով։ Դամբլդորը նայեց համար 4 տան շեմին դրված բարուրին։ Քեզ բարի բախտ, Հարի, մրմնջաց նա ու կրնկի վրա պտույտ գործեց։ Լսվեց թիկնոցի փեշերի թեթև աղմուկ, և Դամբլդորն անհետացավ։ Մեղմ քամին տարուբերեց Ձիթենիների փողոցի ցանկապատերի հավասար խուզված թփերը։ Փողոցը լուռ ու կոկիկ, փռվել էր թանաքագույն երկնքի տակ։ Թվում էր, նման տարօրինակ իրադարձությունների համար այն ամենաանհավանական վայրն էր։ Հարի Փոթերը, վերմակներով փաթաթված, քնի մեջ շուռումուռ էր գալիս։ Փոքրիկ ձեռքը դրել էր նամակի վրա և շարունակում էր քնել, չկասկածելով անգամ, որ ինքն առանձնահատուկ բոլորին հայտնի մեկն էր, չմտածելով, որ մի քանի ժամ անց արթնանալու է տիկին Դրզլիի ծղրտոցից, երբ վերջինս բացեր դուռը կաթի դատարկ շշերը դռան շեմին դնելու համար։ Ոչ էլ ենթադրում էր, որ իր կյանքի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Զարմիկ Դադլին շարունակ քաշքշելու ու կսմթելու էր իրեն։ Նա չէր կարող իմանալ, որ հենց այդ պահին երկրով մեկ ինչ-որ մարդիկ թաքուն իրար էին հանդիպում, բաժակ բարձրացնում և հուզված կրկնում. «Հարի Փոթերի», փրկված տղայի կենացը։